Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է կանայք և քաղաքականությունը շարքի հերթական թողարկումը և այս անգամ ես կզրուցեմ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ադամյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Երբ որոշեցիք, որ պահից որոշեցիք քաղաքականությամբ զբաղվել, Տիկին Ադամյան։ Չգիտեմ, ստույգ ժամկետ ինչպես կայացրեցիք այդ որոշումը, ստացվել է այնպես, որ քաղաքականության մեջ թերևս հայտնվել եմ ակամա, ամենայն դեպս աշխատել եմ այնպիսի տեղերում, որտեղ չքաղաքականացվել հնարավոր չէր։ Ու դա լրագրող, այնուհետև ու դա վստահեցնում եմ իմ ընտրությունը չի եղել։ Մասնագիտության բանասեր եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, ամեն ինչ վկայում էր, որ ես պիտի գնամ դեպի գիտություն։ Բայց ես գնացի դեպի լրագրություն, լրագրությունն մեջ էլ գնացի դեպի քաղաքականություն։ Ասացիք դա իմ ցանկությամբ, հա։ Չէ, ասացի, որ դա իմ ընտրությունը չէ։ Ձեր ընտրությունը չէ, հավանաբար կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ձեզ ստիպելով ա բերել կուսակցություն եւ քաղաքականություն։ Շատ ավելի շուտ եմ մտել քաղաքականություն, քան հայտնվել եմ հանրապետությունում, որովհետեւ եթե դու աշխատում ես Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթում, դու չես կարող քաղաքականության մեջ չլինել։ Դա ինքնին ստացվում է։ Հավանաբար ոչ միայն ձեզ, այլ լրագրողներին շատերին է ձգում քաղաքականությունը, ինչ օրինակ հատկապես Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո լրագրողների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, падգամավորներ կամ այլ պաշտոնին շատ ավելի ավելացավ, ինքը լինելով լրագրող դարձավ վարչապետ, այնուհետև իր հավանաբար գործընկեր լրագրողներին ներգրավեց ու դրանից թե ընդդիմադիր դաշտից եւ ոչ միայն իշխանական քաղաքականության մեջ շատ լրագրողներ հայտնվեցին։ Ինչու է քաղաքականությունը ձգում լրագրողներին։ Ես չգիտեմ քաղաքականությունը որ լրագրողներին է ձգում, բայց վստահաբար Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց առաջ էլ բազում լրագրողներ կային թեկուզ Առավոտից, թեկուզ այլ կուսակցություններից, որոնք հայտնվել էին ոչ միայն քաղաքականության մեջ, այլև հայտնվել էին խորհրդարանում։ Այսօր դա Նիկոլ Փաշինյանի մենաշնորհը չէր։ Ամենայն դեպս իմ պարագայում Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես որևէ դեր չի կատարել քաղաքականություն մտնել թե չմտնելու մեջ։ Հանրապետություն կուսակցության հիմնադրման առաջին իսկ օրվանից ոչ իբրև անդամ, բայց այդ կուսակցությունը եղել է իմ կուսակցությունն ու ինձ համար ընդհանրապես խնդիր չի եղել, ընտրության խնդիր չի եղել, հանրապետություն կամ որևէ այլ կուսակցություն, եթե ոչ հանրապետություն, ուրեմն ոչ միտեղ։ Դա է եղել ինձ համար ընտրությունը։ Իսկ առհասարակ, քանի որ մեր այս շարքը հիմնականում նվիրված է քաղաքականության մեջ կանանց դերի նշանակությանը, դուք որ հետահայաց նայում եք խորհրդարանում աշխատել եք, հետևել եք տարբեր գումարման խորհրդարանների եւ որպես լրագրող եղած եւ որպես արդեն խորհրդարանում աշխատած ու այնուհետեւ որպես արդեն քաղաքական գործիչ խորհրդարանի կամ քաղաքական գործընթացներին կանանց դերը ձեզ ինչպիսին է եղել։ Գնալով ճիշտ է կանանց թիվը ավելանում է քաղաքականության մեջ, բայց արդյոք դա նշանակում է, որ դերը նույնչափ ավելանում է, որոշումների կայացման վրա նրանց ազդեցությունը նույնպես ավելանում է։ Ինչպիսին է ձեր տպավորությունը։ Գուցե ես հիմա հիասթափեցնեմ ձեզ եւ շատ շատերին, բայց ինձ համար խորհրդարանում կին եւ տղամարդ բաժանումը արհեստական է, ինչպես նաեւ որոշումների ազդեցության վրա կին եւ տղամարդ բաժանումը արհեստական է, որովհետեւ պետք է լինես ոչ թե կին կամ տղամարդ բաժանման տեր, այլ դու պետք է լինես անհատականություն։ Դու ընդհանրապես պետք է ունենաս տեսակետ, դու պետք է ունենաս տեսլական, դու պետք է ունենաս նպատակ, որովհետև բազում կանայք կան խորհրդարանում, որոնք ըստ օրենսդրության քվոտայով հայտնվում են եւ առանձնապես խորհրդարանում չեն ավելացնում որևէ քաղաքական կշիռ իրենց կուսակցություններին։ Այո, եւ բազում տղամարդիկ կան, գուցե ավելի շատ տղամարդիկ կան, քան կանայք, որոնք գնում են հենց այդ նույն նվիրական ոտնահետքերով։ Այստեղ կարևորը անհատականությունն է, կարևորը դիրքորոշումն է, կարևորը տեսակետ ունենալն է վերջին հաշվով եւ ուժեղ անհատականություն լինելը, որովհետեւ շատ հաճախ տարբեր հանգամանքներից ելնելով կարող ես կորցնել քո ինքնությունը, կարող ես կորցնել քո ինքնատիպությունը եւ կոնֆորմիզմի շատ նույնպես հաճելի պայմաններ են նախընտրել
ստորադասելով սկզբունքներին, ստորադասելով քո դավանած ճշմարտության ընդհանրապես քո իբրև անհատ կրեդոին։ Իսկ կարող եք հիշել ձեր ասած անհատականություն, կին անհատականություն մեր քաղաքականության կամ քաղաքական հասարակական դաշտում։ Մեր չէ, բայց Մարգարետ Թետչերին։ Նման ուժեղ կին եք ուզում մեր քաղաքականության մեջ Հայաստանում կին քաղաքական գործիչ։ Ինչու ոչ։ Ինչու ոչ։ Իսկ Եկեք հիշենք հա Թետչերի անցած ճանապարհը, վարչապետության առաջին օրից այդ ածխահատների մասսայական զանգվածային գործադուլները ու ինչ երկաթե բռունցքով չնահանջեց ու պահեց իր տեսակետը, պահեց արդյունավետությունը տնտեսության։ Եվ վերջը Թետչերը երկաթյա լեդի չեկավ իբրև վարչապետ, բայց երկաթյա լեդի դարձավ իբրև վարչապետ, ու իբրև երկաթյա լեդի էլ պահեց Մեծ Բրիտանիան։ Եղել է մեր այս բազում ընտրությունների ժամանակ, որ երբևիցե դուք քվեարկած լինեք կին տեխնացուի օգտին։ Նման անհատականություն քիչ թե շատ գտել եք, որի համար քվեարկել եք տարբեր ընտրությունների ժամանակ։ Եթե նկատի ունեք նախագահական ընտրությունները մենք չենք ունեցել, բայց մենք ունեցել ենք թիմ ընտրություններ, որտեղ կին տեխնացու է եղել որպես առաջնորդ։ Ստույգ չեմ մտաբերում, թերևս ոչ, բայց դա չի եղել իմ մեղքը։ Պարզապես կանայք այդ ընտրություններում կարծես թե չեն եղել։ Եթե եղած լինեին կհիշեի։ Շատ լավ։ Այ դուք խորհրդարանին երկար տարիներ եք հետևել ու շարունակում եք հետևել։ Համեմատելով նախկին խորհրդարանը գործող խորհրդարանի հետ շատ քննադատություններ կան այս խորհրդարանի նկատմամբ, որ եկան երիտասարդ, եկան անփորձ, եկան առանց գիտելիքների եւ ձախողեցին։ Նման կարծիքներ կա նաեւ։ Այն ժամանակվա եւ ասում են, որ խորհրդարանի աճը գնալով ամեն մի գումարման խորհրդարանից դեպի հաջորդ գումարումը մակարդակների բավականին նվազում է գնացել։ Կարծիքա, այո, դուք ինչպիսի տպավորություն ունեք հետևելով խորհրդարանական աշխատանքին, ինչու՞ չէ նաև շփվելով երբեմն տարբեր գումարման խորհրդարանականների հետ։ Իրականում շատ պարզ ու շատ բարդ հարց եք տալիս, որովհետև համարյա թե 10 տարի աշխատել եմ խորհրդարանում ու խորհրդարանը ներսից տեսնելու, խորհրդարանական աշխատանքի նրբությունները ներսից հասկանալու հնարավորություն եմ ունեցել, նաև գնահատելու հնարավորություն եմ ունեցել տարբեր խորհրդարանները, որովհետև շատ երկար ժամանակ էլ դրսից եմ խորհրդարանը տեսել, իբրև լրագրող լուսաբանելով այդ աշխատանքները։ Գիտեք, շատ հեշտ է հիմա ասել, այս խորհրդարանը նախորդից վատն էր, նախորդը հաջորդին, չգիտեմ, վատը կլինի, լավը կլինի, փոխվում են ժամանակները, խորհրդարանը չփոխվել չի կարող։ Ես էլ եմ շատ լսել այն տեսակետը, որ լավագույն խորհրդարանը իրականում եղել է Գերագույն խորհուրդը, այո, Գերագույն խորհուրդը, բայց եկեք հիշենք, հա, Գերագույն խորհրդի ժամանակներում մենք իբրև հասարակություն ինչպիսին էինք։ Ինչպիսին, ինչ նկատի ունեք։ Մեր հույսերը, մեր նպատակները, մեր համախմբվածությունը, մեր անկախության օգտին քվեարկելը։ Այդպիսի խորհրդարան պետք է լիներ, որտեղ այդպիսին էր հասարակությունը։ Հիմա համեմատենք այս 21 թվականին արտահայտ ընտրություններով ընտրված խորհրդարանը։ Ոնց ուզում եք վերցրեք խորհրդարանը, այս կամ այն կերպ հասարակության հայելին է եւ արտացոլում է հասարակության պատկերը։ Օրինակ այս խորհրդարանը թող ինձ ներեն բոլոր падգամավորները, ես համարում եմ խայտառակ խորհրդարան։ Խայտառակ խորհրդարան, որովհետեւ խորհրդարանի ընտրության առաջին իսկ օրից եւ դեռ ընտրվում էին խորհրդարանի նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ, կարգը կարծում եմ բոլորը գիտեն, հարկ չկա մանրամասները ներկայացնելու, ընդդիմության փոխնախագահի տեխնացուն վեր կացավ ու հայտարարեց, որ իրենք խորհրդարան են մտել հեղաշրջում անելու համար։ Ծրագրային ելույթ։ Խորհրդարան են մտել հեղաշրջում անելու համար եւ առ այսօր խորհրդարանի այդ նախագահի աթոռը թափուր է եւ առ այսօր այդ ընդդիմությունը, որը խորհրդարան է մտել այդ նպատակներով, դե ֆակտո խորհրդարանը փորձում է կազմալուծել։ Եվ մենք կներեք ընդհատելու համար, եւ մենք հիմա որ 2026-ի ընտրությունների նախաշեմին ենք կանգնած ենք նույն խնդրի առաջ, որովհետեւ հասարակության երկխվածության հետևանքով որոշ ուժեր համենայն դեպս ծրագրում են, որ ելի մենք կունենանք նույն խորհրդարանը, եթե ոչ ավելին,
եթե ոչ ավելի վատ, ու մենք ստիպված կլինենք եւս 5 տարի Հայաստանի Հանրապետության ու ամենակարևորը Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար ունենալ կորցրած տարիներ։ Դուք հիշատակեցիք ընդդիմությանը ու նրանց ներկայացուցչի հայտարարությանն, այդ դեպքում խորհրդարանը ունի նաև մեծամասնություն, իշխանական մեծամասնություն։ Ում համար է գաղտնիք, որ խորհրդարանի իշխանական մեծամասնությունը եւ խորհրդարանական ընդդիմությունը 5 տարի շարունակել են միմյանց անվանել գող թալանչի, դավաճան, հողատու։ Դուք իբրև լրագրող, եթե այդ դիսկուրսից զատ որևէ այլ քաղաքական, տնտեսական, ընդհանրապես ազգային օրակարգից բխած դիսկուրս խորհրդարանում տեսել եք, խնդրում եմ ինձ հիշեցրեք։ Իսկ այնուամենայնիվ այս խորհրդարանում կանանց ներգրավվածությունը շատ ավելին է, քան նախկինում է եղել։ Ինչու կանանց ներկայացվածությունը չի զսպում, որ տղամարդիկ իրենց մի քիչ ավելի իրենց բառապաշարում ավելի զուսպ լինեն, շատ ավելի չբացեն, տուրք չտան իրենց կիսահայոյախառն կամ հայոյախառն բառերին։ Որովհետև կանայք նույնպես իրենց զգում են։ Լավ են զգում այդ ռակուրսի մեջ։ Ես ասում եմ, եմ, բարձ պատճառով կանայք այդտեղ իրենց չեմ կարծում, թե հակառակորդ էս պարագայում հակառակորդ կողմին դիմելուց շատ ավելի նվազ բառապաշար են օգտագործում։ Այդտեղ գործում է ոչ թե կին տղամարդ համակարգը, այդտեղ գործում է կուսակցություն եւ թշնամի կուսակցություն համակարգը։ Իսկ թշնամու հետ երբ դու կռև ես անում, ընդհանրապես չես նայում կինը թե տղամարդը։ Գինես թե տղամարդս։ Ձեր տպավորությամբ կանայք քաղաքականության մեջ այնուամենայնիվ թեև դուք անհատականություն ուժեղ վառ կերպար ունեցող կանանց ջատագովն եք, այսպես ասած, եթե իհարկե կանանց մասին է խոսքը, այնուամենայնիվ խտրականություն կա մեր քաղաքական դաշտում կանանց նկատմամբ։ Կին տղամարդ հավասարություն։ Ես չեմ կարծում, որ քաղաքական դաշտում կանանց նկատմամբ որևէ խտրականություն կա, բացարձակապես։ Պարզապես կանայք են քիչ հնարավորություններ ունենում քաղաքականություն մտնելու տարբեր պատճառներով։ Շատ հաճախ անձնական պատճառներով, շատ հաճախ զբաղվածության պատճառներով, շատ հաճախ կարիերային քաղաքականությունը ստորադասելով, դա իրենց ազատ ընտրությունն է, որևէ մեկին որևէ բան չես կարող պարտադրել։ Դա իրենց ընտրությունն է։ Բայց եթե արդեն հայտնվել են քաղաքականության մեջ, այդտեղ արդեն փոխվում են ընտրության չափանիշները, ընդամենը դա է։ Նորից հեռվից գալով Տիկին Ադամյան, որտեղ էիք դուք հոկտեմբերի 27-ի օրերին, որտեղ մեր վաղ սերնդի լրագրողները այդ օրերին կամ հիշում են ազգային ժողովի իրադարձությունները կամ հիշում են կաթողիկոսի ընտրությունները, ինչ որտեղ էիք եւ ինչ կարող եք հիշել այդ օրերից ձեր տպավորությունը եւ ինչ կարող եք ասել, որը մեզ միգուցե եւ չեք ասել եւ հայտնի չի։ Չգիտեմ ինչ է հայտնի, ինչ հայտնի չի։ Այդ ժամանակ ես աշխատում էի Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթում փոխխմբագիրն էի եւ ի պաշտոնե լուսաբանում էի կառավարության եւ ազգային ժողովի աշխատանքը։ Բայց հոկտեմբերի 27-ի չորեքշաբթի օրը ես Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էի հավատարմագրված լուսաբանելու ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսի ընտրությունը եւ զուտ պատահականորեն ես չեմ եղել այդ օրը ազգային ժողովում։ Եթե չլինեին կաթողիկոսական ընտրությունները, այդ օրը չլիներ, ես բնականաբար լինելու էի ազգային ժողով։ Շատ մանրամասներ հոկտեմբերի 27-ից, օրինակ մենք լսում ենք լրագրողներից, ականատես այնտեղ ազգային ժողովում դալիճում եղած լրագրողներից, դուք նման ինչ-որ մանրամաս կարող եք հաղորդել թեկուզ եւ Մայրաթորից։ Դե Մայրաթորում ինչ ասեմ, զուտ իմ անձնական տպավորությունները դեռևս կարող եմ ասել, որովհետև բնականաբար կաթողիկոսական ընտրության ժամանակ Մայրաթորի դռները փակ էին եւ լրագրողներս դրսում էինք։ Երբ իմացաք եւ ժամը ուղիղ 5:15 րոպեին ես դա ուղղակի դա իմ ձայնագրիչն էր ֆիքսել, բնականաբար այսքան տարի հետո ես դա չէի հիշի։ Ես դրսում հարցազրույց էի անում Ալբերտ Բազարյանի հետ, երբ այդ ժամանակ առավոտի լրագրող Մարգարիտ Եսայանը եկավ ու ժամ հարցրեց ինձ, ու ես պատասխանում եմ։ Այդ ժամանակ հարցազրույց ընդհատել էինք, որովհետև մայր տաճարի վրա ինչ որ ուղղաթիռ էր պտտվում, այդ ուղղաթիռի ձայնը այնքան բարձր էր, թույլ չէր տալիս, որ
դիմացինից ես կարողանամ լսել, ընդհատել էինք ձայնագրիչը միացված էր, բայց խոսակցությունը չէր շարունակվում իբրև հարցազրույց։ Ու դրանից հետո ինչ որ տագնապ սկսվեց, մեզ համար անհասկանալի տագնապ սկսվեց, բոլորը ինչ որտեղ էին վազվզում, դրսից նայում ենք, որոշում էինք, լավ, արդեն ուրեմն ընտրեցին կաթողիկոսին, հիմա մեզ ներս կթողնեն։ Ու միայն մեզ ներս թողնելուց հետո ընտրվեց Գարեգին Բ ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսը եւ բնականաբար ընտրվելուց հետո իր կարճ խոսքի ժամանակ բերեցին ու իրեն տվեցին, շատ լավ եմ հիշում, որտեղ ես կաթողիկոսից թերևս մի 10 քայլ հեռավորության վրա էի այդ պահին, բերեցին ու մի դեղին թղթի կտոր տվեցին, որի վրա գրված էր, որ ազգային ժողովում կրակոցներ են հնչել, վիրավոր են ազգային ժողովի նախագահը, վարչապետը, պատգամավորներ, այդպես։ Բնականաբար շատ արագ հասանք Երևան, բոլոր լրագրողները առանց բացառության, շատ արագ հասանք Երևան, դրանից հետո արդեն Երևան հասնելուց հետո էլ մենք չգիտեինք ինչ է կատարվել իրականում ազգային ժողովում։ Ազգային ժողովում ինչ է կատարվել, գիտեին այն լրագրողները, որոնք այդ պահին ազգային ժողովում էին, որովհետև մերոնք արդեն հայրս ու մայրս էին ասում, որ այդ կրակոցներից, հայհոյանքներից հետո ձայնագրությունը ժամանակ ռադիոյով գնում էր ազգային ժողովի նիստերի հեռարձակումը ռադիոյով, հեռարձակումը անջատվել էր։ Որևէ մեկ չգիտեր ինչ եղել, բայց ազգային ժողովի շենքում դահլիճից հեռարձակումը շարունակվել էր։ Դուք շփում ունեցել եք հետագայում նաև ձեր լրագրողական գործունեության ժամանակ ինչու՞ չէ ոչ միայն զուտ հարցազրույցներ անելու, այլ պարզապես որոշակի խոսակցություն շփում Կարեն Դեմիրճյանի հետ, Վազգեն Սարգսյանի հետ, ինչ կհիշեք այդտեղից, օրինակ հիմա երբեմն համեմատում են Արամ Սարգսյանին Վազգեն Սարգսյանի հետ, նմանություններ են գտնում, շատ հաճախ նաև տարբերություններ են գտնում մոտեցումների միջև, քաղաքական, պետական որոշ հարցերի դեպքում, ինչ կասեք այդ առումով։ Մեզ մի ժամը, 2 ժամը, 3 ժամը, 4 ժամը չի եկել։ Հարցին ու մենք արդյունք արդեն մերօրյա հարցեր են։ Որովհետև ես հնարավորություն եմ ունեցել միասնության քարոզարշավը լուսաբանել եւ մինչեւ միասնության քարոզարշավը լուսաբանելն էլ ես Վազգեն Սարգսյանի հետ շատ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել եւ այն բոլոր էքսկլյուզիվների հնարավորություն եմ ունեցել ցանկացած պաշտոնական միջոցառման ժամանակ ու Քավլեցի բնավ գլուխ չեմ գովում, ես համարում եմ դա ինձ համար երջանկություն եւ համարում եմ դա երջանկություն բոլորի համար, որ ես հնարավորություն եմ ունեցել Վազգեն Սարգսյանից այդ էքսկլյուզիվների ընթացքում այնքան շատ ոչ պաշտոնական խոսքեր, մարդկային նկարագրին վերաբերող, Հայաստանի զարգացմանը վերաբերող, ընդհանրապես Հայաստանին ու հայ մարդուն վերաբերող խոսքեր լսել ու փոխանցել։ Դա մեծագույն երջանկություն է բոլորի համար։ Գոնե որ միայն այն մեղրի նշանավոր հատվածը, ես կարծում եմ շրջադարձային էր, հատկապես շրջադարձային դարձավ հետո։ Օրինակ ձեր կարծիքով, որ այդքան զրույցներ ունեցել եք ներկա քաղաքական կուրսի մասին, Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսի մասին կամ թրիպի վերաբերյալ ձեր կարծիքով ինչպես կընկալեին նրանք կգնային թրիպի նման ինչ-որ նախագծի զարմացնեմ, բայց ես խորապես համոզված եմ, որ այն ծրագիրը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուներ Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու, հենց այս թրիպն էր։ Եք լավ հիշենք, հա։ Վազգեն Սարգսյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուղևորությունը, հանդիպումը Ալբերտ Գորի հետ։ Վազգեն Սարգսյանի մեկ ժամանոց ասուլիսը։ Եվ այն ամբողջ ծրագիրը, որ Վազգեն Սարգսյանը ներկայացրեց իր պայմանավորվածությունները ինչպիսին են, ինչ են անելու, ինչ զարգացումներ են լինելու, հայ-թուրքական սահմանի բացում, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, 3 ամսվա մոտավորապես ժամկետում Արցախի հարցի բավականին հայանպաստ լուծում, Արցախի հարցի, ճանապարհների հետ հաղորդակցուղիների բացում, ոնց ուզում եք վերցրեք, եթե փորձեք, ասենք, գնալ այդ ասուլիսը գտնելու, այդ ասուլիսի մանրամասները պրոյեկտել այսօրվա տրիպի մեջ, տրիպը եղել է 1999 թվականի հոկտեմբերին։ Այսինքն կարող ենք եզրակացնել, որ այնուամենայնիվ
այսքան տարիներ կամ տասնամյակներ հետո Ամերիկան իրագործեց իր այդ ծրագիրը միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 27-ին ու դե ֆակտո պետական հեղաշրջումից հետո այդ ծրագիրը փորձեց իրականացնել Վրաստանում։ Ըստ էության այն ամեն ինչը, որ պետք է լիներ Հայաստանի հետ, որը այդ ժամանակ ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որը այդ ժամանակ ժողովրդավարական երկիր էր ամենայն դեպս տարածաշրջանի մյուս պետությունների հետ համեմատ, եւ որը ուներ Վազգեն Սարգսյանի պես վարչապետ, որը վերափոխելու էր տնտեսությունը ընդամենը 3-ից 4 տարում, մենք ունենալու էինք բոլորովին այլ երկիր, մենք ունենալու էինք տարածաշրջանում բոլորովին ուժերի այլ հարաբերակցություն, ու մենք ունենալու էինք բոլորովին այլ տարածաշրջան։ Մենք չէինք ունենալու այս կղզիացման, մեկուսացման, վագրի թռիչքներ գործող տնտեսության շրջափակման մեջ, կեղծ միֆերի ժամանակաշրջան։ Մենք չէինք ունենալու 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ինքնիշխանության կորուստ։ Այ դուք TRIP-ի նշանակությունը կամ նախորդ ծրագիրը, որը TRIP-ի նախերգանքն է, այսպես ասած, ամերիկյան այդ ծրագիրը լիներ ինչ կլիներ, ինչպես դրական է գնահատում, այսօր, չգիտեմ, հասցրել եք հետևել թե չէ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ TRIP-ը դա հայ-ամերիկյան պրոյեկտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Ավելին նա ասաց, որ դա սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Գիտեք, բացարձակապես ինձ համար Ռոբերտ Քոչարյանի տեսակետները զարմանալի չեն, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր նախագահության 10 տարիներում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք ճանաչել է Մոսկվան։ Եվ Ռոբերտ Քոչարյանը այսօր էլ իր այդ բազմաժամյա ասուլիսում առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը պաշտպանել է Մոսկվայի շահերը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանություն հասկացություն Ռոբերտ Քոչարյանի համար գոյություն չունի։ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած քաղաքական որոշման հիմքում դրված է, իսկ ձեռնտու է դա Ռուսաստանին, իսկ համապատասխանում է դա Ռուսաստանի շահին։ Արդյոք դա բխում է Ռուսաստանի շահերից, եւ նա իր բոլոր որոշումները հարմարեցրել է իր պաշտոնավարման տասնամյակում ու հիմա էլ ստույգ հայտարարելով, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն, ստույգ հայտարարելով, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին։ Եվ ինքը տեսնում է իրեն Հայաստանը այս ճգնաժամային իրավիճակից հանելու համար։ Այո, ցավալիորեն։ Ես գիտեք, ես այսօր այդ ասուլիսը հետևելով եկա ինձ համար շատ տխուր եզրակացության Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներում Հայաստանի Հանրապետությունում ու ընդհանրապես աշխարհում դեռ 2008 թվականն է։ 2008 թվականն է, որովհետև նա խոսում է Իրանի մասին այնպես, կարծես մենք դեռ մնացել ենք 2008 թվականին։ Բացարձակապես չի տեսնում ինչ զարգացումներ է եղել 2008-ից 2020 արդեն 6 թվական աշխարհում։ Նա չի պատկերացնում, թե ինչ փոփոխություններ են եղել ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհաքաղաքական կտրվածքով։ Չի տեսնում, չի հասկանում, չի ըմբռնում։ Եվ եթե հանուն ճշմարտության փորձենք գտնել արդյոք Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը միակն է, կհասկանանք, որ ոչ, ճիշտ նույն ֆենոմենով, իսկ իմ կարծիքով հիվանդությամբ տառապում է եւս մեկը, եւ այդ մեկը նստած է Կրեմլում։ Նա եւս չի տեսնում աշխարհում ինչ փոփոխություններ են եղել։ Նա եւս չի հասկանում, որ հնարավոր չի որևէ կերպ հնարավոր չի աշխարհը վերադարձնել 1997 թվականին, որովհետեւ եթե հիշում եք Ռուսաստանը նախքան Ուկրաինայի վրա հարձակվելը Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներկայացրել էր որոշակի պայմաններ, պահանջների փաթեթ, որտեղ գլխավոր կետը աշխարհը վերադարձնել 1997 թվականի աշխարհակարգին։ Ժամանակը առաջ է գնում, մարդիկ մնացել են իրենց պատրանքների տակ, եւ ամենացավալին այն է, որ ոչ միայն իրենք են մնացել այդ փլուզված համակարգի ծանրության տակ, այլև փորձում են ամբողջ ժողովուրդների մտցնել այդ փլուզման, այդ անկման, այդ կործանման մեջ։ Կարող եք ինձ ասել հանուն ինչի։ Հանուն ինչի։ Ես այդ հարցի պատասխանը իրականում չունեմ, որովհետև ցանկացած բանական մարդ, առավել եւս քաղաքականության մեջ գտնվող մարդ պետք է փորձի իր երկրի համար անել նվազագույնը գոնե մեկ քայլ առաջ։ Իսկ եթե դու փորձում ես քո զարգացող, անվտանգության հարցերը լուծող, իրականում շանսեր ստացած երկիրը տանել ու մտցնել 1997 կամ 2008
տանել, վերադարձնել 20-րդ դար, դու պարզապես կամ բանականության հետ ինչ որ խնդիրներ ունես, կամ դու քաղաքականությունում որևէ անելիք չունես։ Սա է։ Կվերադառնանք այդ հարցերին, Տիկին Ադամյան, արդեն հայտնել եք, ձեր կուսակցությունը հայտնել է, որ հայտնի է, մասնակցելու եք խորհրդարանական ընտրություններին եւ որ վարչապետի ձեր տեխնացուն լինելու է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Քննարկվում են հարցեր, որ Արամ Սարգսյանը լինելով հայտարարելով, որ ինքը ժողովրդավարության թե ներքին, թե արտաքին ներքին ասելով նկատի ունեմ ներկուսակցական, թե ընդհանրապես քաղաքականության մեջ ու երկրի հարցերում ժողովրդավարության ջատագով, բայց առանց համագումարի, առանց նման ինչ-որ որոշումների հայտնեցին ձեր կուսակցության գործնը, որ ինքը լինելու է վարչապետի տեխնացու։ Շատ կուզենայի իմանալ, թե ով է նման քննարկումներ անում։ Իսկապես կուզենայի իմանալ։ Անկախ ամեն ինչից։ Անկախ ամեն ինչից, գիտեք ինչ։ Եթե դու ամբողջ կյանքում եղել ես քաղաքականության մեջ, եթե դու եղել ես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եթե դու ամբողջ կյանքում անդավաճան ես մնացել քո տեսակետներին, եթե դու սկզբունքներիդ երբեք չես դավաճանել, եթե դու շատ հաճախ նույնիսկ կուսակցության շահը ստորադասել ես պետության շահին, եւ եթե ամբողջ կուսակցությունը քեզ հետ միակամ է, հիմա մենք պիտի սպասենք, իդեպ մենք առաջիկայում համագումար ենք անելու, այդտեղ որևէ խնդիր չկա, բայց հիմա մենք պիտի ապավինենք ձևական տրամաբանությանը եւ ասենք, գիտեք, համագումարից հետո միայն կասենք օրինակ փետրվարի 12-ից հետո, ինչպես ոմանք անում են, միայն կասենք, թե ով է վարչապետի մեր տեխնացուն, մենք ընդհանրապես ոչ ժողովրդին, ոչ որևէ մեկին, ոչ պատրանքներ տալու, ոչ խաբելու որևէ ցանկություն չունենք։ Մեր տեխնացուն համագումարից առաջ էլ, համագումարից հետո էլ եղել է, կա եւ լինելու է Արամ Սարգսյանը։ Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մենք այդպես պիտի ապավինենք ձևական տրամաբանությանը, մոլորված են։ Այլ պատասխան չունեմ։ Նախորդ համապետական ընտրություններին մասնակցեցիք, թեև չանցողիկ բարձր միավոր էիք հավաքել 3%-ից ավելի, բայց ամեն դեպքում ազգային ժողով չանցաք։ Հանրապետությունը ազգային ժողով անցել է դաշինքով վերջին անգամ, ելք դաշինքով։ Ճիշտ է, դաշինքի կուսակցությունները հիմա տարբեր բևեռներում են, Լուսավոր Հայաստանը լրիվ ընդդիմադիր է, քաղաքացիական պայմանագիր արդեն իշխանության է, Արամ Սարգսյանը իշխանություն չունի, ընդդիմադիր կուսակցություն է, բայց ձեզ մեղադրում են այնուամենայնիվ իշխանության հետ շատ հարցերում համաձայնելու կամ համախոհը լինելու միջև։ Նախ խնդրում եմ դրան մեկնաբանեք, հետո արդեն կանցնենք ընտրության մասնակցության վերաբերյալ։ Այսինքն ինչ է մեկնաբանում։ Մեկնաբանում, որ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյան չի հայոյում, ինչպես ակնկալում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ընդդիմադիր լինել նշանակում է հայոյել։ Դա մեկնաբանում։ Սուր քննադատել։ Բացարձակապես մեկնաբանելու նման մտադրություն չունեմ։ Իսկ եթե նայում եք ճշմարտության աչքերին, Արամ Սարգսյանից եւ Հանրապետություն կուսակցությունից դուրս Նիկոլ Փաշինյանին որևէ կուսակցություն, որևէ քաղաքական ուժ խորհրդարանում լինի, թե խորհրդարանից դուրս լինի, այդքան բովանդակային չի քննադատել եւ այդքան առաջարկներ չի արել, որովհետեւ շատ հեշտ է գալ ու ԿՊ հայհոյել, դավաճան, հողատու եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ սակրալ ճանապարհը, որով առ այսօր գնում է խորհրդարանական ընդդիմությունը, որով առ այսօր խորհրդարանական ընդդիմությունը պարզապես զզվեցրել է բոլոր մտածող մարդկանց։ Դա մեր ճանապարհը չէ։ Մենք ցանկացած քննադատության հիմքում դնում ենք առաջարկը, որովհետև գիտեք, ես էլ կարող եմ հենց հիմա ձեզ քննադատել, ասել ինչ-որ բաներ, այսպես գեղեցիկ անգլիական հեռանալ, բայց եթե ես իսկապես արժևորում եմ իմ քննադատությունը, ես պիտի ձեզ ներկայացնեմ առաջարկներ։ Եթե դուք SSS սխալ եք անում, որն է ճիշտ է, որն է ճիշտ է, ինչու պիտի SSS անեք, որպեսզի արդյունք ունենաք։ Այ Հանրապետություն կուսակցության առանցքը եղել է առաջարկ ներկայացնելը։ Եվ եթե, չգիտեմ, հետևել եք Հանրապետություն կուսակցության, եթե հետևել եք, ինքներդ էլ կարող եք վկայել, թե մասնավորապես տնտեսության զարգացման, տնտեսության կառուցվածքի փոփոխության, հանքահումքային ռեսուրսների օգտագործման, ջրային պաշարների օգտագործման, արհեստական բանականության, այդ թեմայով կիսահաղորդիչների եմ ունեցել պարոն Սարգսյան հետ շատ լավ ծանոթ եմ։ Առավել եւս եթե դուք այդ ամեն ինչին լավ ծանոթ եք, հիմա
ես ինչ անեմ, ես ասեմ, որ Հանրապետություն կուսակցությունը ներկայացնում է իր առաջարկները, իդեպ, ես այսօր կարող եմ նաև արձանագրել, որ այն բոլոր առաջարկները, որոնք տարիներով ներկայացրել է Հանրապետություն կուսակցությունը, այսօր դարձել են իրականություն, պարզապես դարձել են իրականություն։ Եվ այնպես չի, որ Հանրապետություն կուսակցությունը ասում է ու անգլիական հեռանում է, ոչ, Հանրապետություն կուսակցության տնտեսություն վերափոխելու Հանրապետության կուսակցության առաջարկները դառնում են իրականություն։ Ամբողջ խնդիրը, ամբողջ ֆոկուսը ժամանակն է, որովհետև Հանրապետություն կուսակցությունը եթե լիներ իշխանություն, եթե 2021-ի արտահերթ ընտրություններով մտներ խորհրդարան, այս կորցրած ժամանակը մենք չէինք ունենա։ Մենք մեր առաջարկները կկարողանանք լծակներ կունենայինք, մեր առաջարկները, այո, հրաշալի եք ասում, լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Այդ հնարավորությունը կորցրեց մեր ժողովուրդը, այդ հնարավորությունը կորցրեց, որովհետև եթե մենք 2021-ին խորհրդարան մտած լինեինք, մենք այսօր հապկի անդամ չէինք լինի։ Այն հապկի անդամ չէինք լինի, որի վտանգների մասին վարչապետը բազմիցս տրակտատներ է կարդում։ Որտեվ այդ հավասարակշիռը չէր լինի իշխանության քաղաքականության հիմքում։ Ակնհայտ է, չէ, բոլոր կողմերից, որ այդ հավասարակշիռը, որը փորձում է Նիկոլ Փաշինյանը դնել իր քաղաքականության հիմքում, մեզ խոցելի է դարձնում երկու կողմերից։ Մենք ի՞նչն ենք հավասարակշռում։ Մենք ինչպես կարող ենք Հայաստանի Հանրապետությունում վարել հավասարակշիռ քաղաքականություն եւ տնտեսական եւ ինքնիշխանության հիմքը տնտեսությունն է, իսկ տնտեսությունում իշխում են ռուսական մոնոպոլիաները։ Դե եկեք հավասարակշռեք։ Ես դες նորից հիշեցնեմ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսից մի դրվագ, նա նույնպես նման համեմատություն արեց, թե ում հետ է մեր առևտրաշրջանությունը ավելի շատ կամ մեր տնտեսական կապերը ավելի շատ եւ ում հետ մենք պետք է ըստ այդմ համագործակցենք դա հաշվի առնելով։ Դուք հակառակ տեսանկյունից եք ներկայացնում։ Բնականաբար։ Նա ասում է ում հետ որ մենք ունենք առևտուր, ում հետ որ մենք տարածաշրջանային առումով ավելի մոտ են գտնվում, ճիշտը նրանց հետ է համագործակցությունը։ Տարածաշրջանային առումով մենք շատ մոտ ենք Թուրքիային ու Ադրբեջանին։ Շատ մոտ ենք Թուրքիային ու Ադրբեջանին։ Ինչու է Ռոբերտ Քոչարյանը, ինչու չի ուզում նրանց հետ առևտուր անել այդ պարագայում, եթե խնդիրը դա է։ Խնդիրը գիտեք որն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանը թե Հայաստանի սահմանին, թե ընդհանրապես աշխարհի կենտրոնում տեսնում է մեկ երկիր՝ Ռուսաստան։ Վերջ, աշխարհում ուրիշ երկիր չկա։ Չգիտես ինչու մնացել է ինչ-որ մի փոքրիկ Հայաստան, որը դեռ Ռուսաստան չի դարձել։ Այդ դա է Ռոբերտ Քոչարյանի ցավը, կսկիծը, վիշտը։ Դա է։ Ուրիշ վիշտ Ռոբերտ Քոչարյանը չունի։ Տիկին Ադամյան, ինչպես է գնահատում այս անգամ ձեր կուսակցության շանսերը այս ընտրությունների։ Նախորդ անգամ 3%-ից մի փոքր ավել էր, որոշակի ըստ երևույթին ձայների դեպքում դուք խորհրդարանի նվազագույն շեմը կապահովեք, այս անգամ ինչպես է գնահատում։ Ես կարծում եմ, որ աշխարհակաղակական փոփոխությունների արդյունքում նաև այս ընթացքում կուսակցության աշխատանքի շնորհիվ նաև ամենայն դեպս հիմա Հայաստանի Հանրապետությունում Սոցիոլոգիան ցույց է տալիս, որ 58% մենք ունենք 58% ունենք ոչ մենք ունենք 58% մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են արևմուտքի հետ։ Հա, դա նկատի ունեք։ Այո, դա նկատի ունեմ։ Եվ համենայն դեպս ես ուզում եմ նաև հիշեցնել, որ 2024-ին մենք ընդամենը 1 ամսում հավաքեցինք պահանջված 50,000-ից ավելի ստորագրություն 2 ամիս ժամկետ ունենալով, որպեսզի Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթաց սկսվի։ Դա ցուցանիշ է։ Այո, բայց միակը չեք դուք։ Մենք միակը չենք, բայց եթե մենք լինեինք, այնուամենայնիվ շատերն են հանդես գալիս։ Բնականաբար մենք միակը չենք, ես չեմ ասում, որ Հանրապետությունը միակը նախաձեռնեց, միակը գնաց եւ միակը այդ ստորագրությունները հավաքեց, բայց այստեղ կա լոկոմոտիվ լինելու հանգամանքը։ Եվ որևէ մեկի համար գաղտնիք չի ամենայն դեպս։ Գիտեք, ես այդ արևմտամետ այսպես դաշտ, այս կողմ այդ պայմանական հասկացությունների այնքան էլ մեծ ջատագովը չեմ, որովհետև ես այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժի գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի։ Պարզապես թերևս լրատվական դաշտում, թերևս փորձագիտական դաշտում
Թերևս չգիտեմ քաղաքական դաշտում այսպես բաժանումներ են եղել, որոնց ակամայից նաև մենք պետք է համաձայնենք ռուսամետներ, արևմտամետներ, հայամետներ, որոնք չգիտես որտեղ են, ով են, ինչ են։ Եվ եթե համաձայնում ենք այս կտրվածքին, այո, արևմտամետ դաշտում հանրապետությունը ամենաուժեղ կուսակցությունն է, ամենայն դեպս թե իր կադրերով, թե իր կառույցներով, որոնք ընդգրկում են բոլոր մարզերը եւ վերջապես իրանց ճանապարհով, վերջապես ասում եմ, իրանց ճանապարհով։ Այո, այսօր մեզ խորհրդարանում այդ դուք բազմիցս հիշատակեցիք այդ 3-4%-ը, ընդամենը 1 ու մի քանի տոկոս մեզ չերիքեց խորհրդարան մտնելու։ Ես չեմ կարծում, որ մենք հունիսի 7-ին նման խնդիր ենք ունենալու։ Ես կարծում եմ, որ այս պարագայում մեզ ավելի շատ պետք է, մեզ եւ բոլորին ավելի շատ պետք է հետաքրքրի մեկ այլ խնդիր, որքան լծակներ ենք մենք ունենալու խորհրդարանում մեր ծրագրերը իրականացնելու համար։ Դա է հարցը, գլխավոր հարցը դա է, որովհետեւ եթե մեզ համար խնդիր լինի ընդամենը շեմ հաղթահարելը, ապրիորի խնդիր է, մենք չենք կարողանա իրականացնել մեր ծրագրերը, իսկ մեր ծրագրերը իրականացնելու անհրաժեշտությունը դա մեր կուսակցության պանծացումը չի կամ մեր բոլորի մանկության երազանքը չի, որ մենք մտնենք խորհրդարան, դա մեր պետության համար է, դա Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողի ամբողջ ժողովրդի համար է, որովհետև ելի եմ ասում, համադրեք անցած 5 տարիները, խորհրդարանի խայտառակ 5 տարիները, եւ եթե մենք նորից գնալու ենք այս սև սպիտակ խաղալով Ռոբերտ Քոչարյան գումարած հիմա էլ միլիարդատերներ եւ այլն եւ քաղաքացիական պայմանագիր սև սպիտակ հակադրության մեջ էլի ակամա ընտրություն կատարելու այդ պարագայում որտեղ է մնում պետությունը, որտեղ է մնում պետության շահը։ Մենք չպետք է գնանք ընտրության ի հեճուկս, չպետք է գնանք սևերին մերժենք, սպիտակներին ձայն տանք։ Սևերից ու սպիտակներից զատ կա շատ գեղեցիկ նարնջագույնը, շատ գեղեցիկ նարնջագույն սպիտակը։ Հեղափոխականները ԿՊԵ-ականներն են։ Գիտեք, հեղափոխականները սիմվոլն են։ Ես կարծում եմ աշխարհի բոլոր հեղափոխությունները պայմանական են, որովհետև 2018 թվականին իր թավշե հեղափոխության խոստումներից մեկն էլ տնտեսական հեղափոխություն անելն էր։ Եվ որտեղ է տնտեսական հեղափոխությունը, կարող եք ինձ հասցեն ասել, գնամ հանդիպեմ։ Կարող եք։ Դա ԿՊ-ից հարցրեք։ Ես այդ հարցի պատասխանը որևէ մեկից չեմ էլ կարող ստանալ, որովհետև տնտեսական հեղափոխությունը բարեհաջող փոխարինվեց հավասարակշռման քաղաքականությամբ, այլև այլ քաղաքականություններով եւ կոնկրետ այսօր մենք չունեցանք այն տնտեսական զարգացումը, որի հնարավորությունները մենք կարող էինք ունենալ։ Մենք չունեցանք այն քաղաքականությունը, որը ռիսկերը կբացառեր ռիսկի գնալով։ Հանրապետությունը ռիսկի գնալուց բացարձակապես չի վախենում, որովհետև մենք հաշվարկում ենք այդ ռիսկերը։ Հապկից դուրս գալու առումով որքան հասկանալի է դառնում գործող իշխանությունների քաղաքականությունը դանդաղորեն գնալ դրան սարեցնել հապկում անդամակցությունը ընտրություններին կամ ընտրությունների արդյունքներով պայմանավորված կամ միգուցե արտաքին ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներով կամ այլ աշխարհակաղակական իրողություններից պայմանավորված նոր որոշեն հապկից դուրս գան, ԵԱՏՄ-ից դուրս գան։ Տիկին Ավետյան, ես ստիպված եմ ձեզ պատասխանել։ Ես ստիպված եմ ձեզ պատասխանել շատ կենցաղային օրինակով, որի համար կանխավ ներողություն եմ խնդրում։ Գիտեք, երբ ռեզինը անverջ ձգում եք, այդ ռեզինը կտրվում է, փոկվում է ու խփում է ձեր ճակատին։ Նիկոլ Փաշինյանը սիրում է այդ ռեզինի օրինակը բերել պատերազմի դեպքում։ Նիկոլ Փաշինյանը բազում հոբիներ եւ բազում այսպես սիրելի ասացվածքներ ունի, դրանք մեկնաբանել է, ես թողում եմ հարգարժան ԿՊԱ-ականներին։ Ես փորձում եմ մեկնաբանել այն իրավիճակը, որը Հանրապետություն կուսակցությունն է տեսնում, այն իրավիճակը, որը Հանրապետություն կուսակցությունն է փորձում փոխել։ Իսկ որ փոփոխությունների անհրաժեշտություն կա, կարծում եմ դուք էլ ինձ հետ կհամաձայնեք, ինչպես մեծամասնությունը հասարակության։ Շատ լավ, հաջողությամբ ենթադրենք հաղթահարեցիք նվազագույն շեմը եւ եկաք ազգային ժողով, բայց իշխանություն ունենալու համար մեծամասնություն չունեցաք։ Կանցնի ըստ երևույթին ազգային ժողով նաեւ քաղաքացիական պայմանագիրը։ Դուք այդ դեպքում կհամագործակցեք հետընտրական արդեն process-ներում ԿՊ-ի հետ։ Ես կարծում եմ ամեն ինչ կապված է հետընտրական հետ, այդ նույն այդ process-ներից ամեն ինչ կապված է համամասնությունից։ Միանշանակ է, որ հանրապետությունը չի կարող կոալիցիա կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք գերադասում են ինքնիշխանությունից գուբերնիան։
Նման դաշինքները մեր պարագայում իսպառ բացառված են։ Ու չեմ էլ կարծում, որ այդ ուժերն են այնպես մեծ տենչանքով հանրապետության հետ կոալիցիայի գնալու բացառված է նաև իրենց կողմից։ Եթե այս երկու բացառումը կա, այդ պարագայում մնում է քաղաքացիական պայմանագիրը։ Ամեն ինչ կախված է համամասնությունից նաև ձայների։ Իսկ ընդդիմության լայն կոնսոլիդացիա տեսնում եք, կտեսնեք արդեն նախընտրական շրջանում, որ այդպիսով նրանք ընդդիմության ընտրություններին մասնակցեն, որովհետև կան կոչեր, որ անգամ միանանք եւ մեկ ընդդիմության մասնակցենք, որպեսզի կարողանանք հաղթել իշխանությունները։ Գիտեք, ես անվերջ զարմանում եմ ընտրություններից առաջ ինչող այդ կոչերի վրա։ Ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ ժողովրդավարական ընտրություններ, մենք պետք է փոխենք օրենսդրությունը։ Մենք պետք է պարտադիր փոխեինք օրենսդրությունը, որտեղ հիմա այլևս խորհրդարանական ընտրություններից 4 թե մի քիչ ավելի ամիս առաջ այդ արմատական փոփոխություններ հնարավոր չեն ընտրական օրենսգրքում։ Այ մենք պետք է բացառեինք այն տարբերակները, եւ որոշ անհատներ գալիս են եւ գնում են կուսակցության կնիքներ ու այդպես մասնակցում են ընտրություններին։ Մենք պետք է բացառեինք այն տարբերակները, երբ փորձում են տարատեսակ դաշինքներ կազմել ընտրություններից առաջ, դա խաբեություն է, Մենք պետք է բացառեինք օրենքով այն տարբերակները, երբ դրսից կարող են տարատեսակ միլիարդատերեր գալ եւ Հայաստանի Հանրապետությունում փորձել քաղաքականություն մտնել եւ փորձել մտնել խորհրդարան ու վերցնել իշխանություն։ Բայց դա ժողովրդավարության կարծեք թե ընդդիմության շարքերում այսօր վերջին տեղերում չի վարկանշային առումով։ Ինչ կապ ունի վերջին տեղում է թե առաջին տեղում է։ Եթե դու փորձում ես մարդուն գնել եւ վճարում ես նրան, ինչ կապ ունի։ Հենց իմ ասածը դա է։ Մենք դա պետք է բացառենք։ Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Սա է խնդիրը։ Երբ գալիս են եւ փորձում են քո երկիրը փաթեթավորել ու գնել, արդյոք դու չպետք է պաշտպանվես ու պաշտպանես քո պետությունը։ Սա է հարցը։ Եթե դա կարողացավ ու կարողանում է անել Մոլդովան, ինչու Հայաստանի Հանրապետությունը դա չի կարող անել։ Ինչու։ Որևէ մեկի համար ախր մութ չի ու գաղտնիք չի, թե 2020-ից հետո ինչ շարժումներ ծավալվեցին Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես չեմ ասում իշխանության դեմ, ես ասում եմ ձեր դեմ, իմ դեմ, ժողովրդի դեմ, որովհետև փորձում էին անել հեղաշրջում, որովհետև փորձում էին մեզ կոտրել։ Մենք բոլորս, ձեզնից սկսած ու ինձնով վերջացրած, պիտի անverջ վախենայինք։ Մենք ամեն առավոտ սարսափով պիտի արթնանայինք ու վազեինք մեր համակարգչի կամ չգիտեմ մեր առախոսի մեջ մտնելու ու նայելու։ Այսօր պատերազմ չի սկսվել։ Դա էր մեզ պարտադրվող քաղաքականությունը, դա էր մեզ պարտադրվող ապրելակերպը։ Դա է եղել հիբրիդային պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ 2020-ից էլ առաջ, 2020-ի ընթացքում ընդհանրապես խայտառակություններ, 2020-ից հետո։ Եվ ինչու էր դա արվում։ Ինչու հանկարծ փողոց դուրս եկան այդ զարթնիչ լաոներ, սրբազան շարժումներ, չգիտեմ, էսերներ, ինչու հոգևորականությանը, ինչպես այդ խորհրդային տարածքի տարբեր երկրներում ներգրավեցին պետության դեմ պայքարում, որովհետև խնդիրը մեկն է, Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի ինքնիշխան պետություն։ Եվ եթե չանցան այդ տարբերակները, հասան իրենց սակրալ 4-րդ կետին։ Միլիարդատերը, X միլիարդատերը։ Չստացվեց Ռուբեն Վարդանյանի պարագայում, չստացվեց։ Կստացվի Սամվել Կարապետյանի պարագայում, ինչ պակաս կինդեր սյուրպրիզ է։ Մոլդովայում հնարավոր եղավ Իլան Շորին Դոդոնի առաջ դնել ժողովրդավարական պատնեշ, Հայաստանի Հանրապետությունում դա թերևս հնարավոր չէ։ Ինչու։ Որովհետև թերևս իշխանությունը փորձում է իր ընտրվելը ապահովել ի հեճուկս ընտրությամբ, այսինքն կմերժեն նրան, մերժիր Սերժին տարբերակով, հերթական Սերժին մերժելով կգնան ձայն տալու ԿՊ-ին։ Իսկ մենք ասում ենք, որ չի կարելի նման ընտրության առաջ դնել ժողովրդին։ Ժողովրդին պետք է տալ հեռանկար, ժողովրդին պետք է տալ ճանապարհ, ժողովրդին պետք է տալ հույս ու հավատ, ու ժողովրդին պետք է չի խաբել տարբեր խոստումներով, այսօր վաղվա խոստումներով 300, չգիտեմ, ինչքան 300,000 աշխատատեղերի, 1 դրամանոց վարչապետների եւ այլնի անհեթեթություններով, Չինաստանով, հիմա էլ Չինաստանի ստրուկը դարձնելու անհեթեթություններով չի կարելի։ Պարզապես այդ դեմագոգիան, այդ պոպուլիզմը, այդ սոփեստությունը պետք է լինեն արգելված։
արգելված, պետք է արգելվի մարդկանց արք ու վաճառքը ընտրություններից առաջ։ Սա է իմ ասածը։ Ու ես իսկապես Հայաստանի Հանրապետության, ինչ ասեմ, պայքարը, հանրապետության պայքարը, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու արժանապատվության, շարքային քաղաքացու լավ ապրելու, բարեկեցության համար է։ Դա է մեր հաղթանակի գրավականը։ Ու իսկապես այդ հիմքով, այն հիմքով, որ մարդկանց տրամաբանությունը այնուամենայնիվ մերկանտիլ հաշվարկներին վարձավճարվածությանը, տրամաբանությունը ու հայրենիք սիրելը, Վազգենի ասած սրտով մտածելը կգերակշռի վճռական պահին։ Շնորհակալություն Տիկին Ես եմ Ադամյան։ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Ամիկ Պլյուսի եթերում էր Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը։